շրջանակներում։ Անցեք։ Thank you, Ararat. Thank you, my friend and foreign minister. Հարգարժան ընկեր եւ պարոն նախարար, նախ ընկեր եւ ապա պարոն նախարար։ Իսկապես անչափ ուրախ եմ այսօր այստեղ Հայաստանում լինելու։ Սա իմ երկրորդ այցն է, որպես արտաքին գործերի նախարար, բայց այստեղ եղել եմ անձամբ նախկինում եւս։ Սա մեր հանձնառությունն է, որպես էստոնացի ժողովուրդ մենք սիրում ենք ձեզ հայ ժողովուրդ։ Դուք շատ մոտ եք մեզ։ Թեև մեր հեռավորությունը մեծ է մեր միջև, չգիտեմ ինչու է այսպես, միգուցե պատմականորեն է այսպես։ Կիսում ենք նման պատմություն ունենք։ Նույն բարգավաճ ապագան ունենք։ Եվ ամենակարևորը դա այդ մեծ ցանկությունն է անկախության համար։ Մեկ երկու ժողովուրդների համար սա կարևորագույնն է։ Եվ շատ շնորհակալ եմ Հարգելի Արարատ ջերմ խոսքերի համար։ Երեկ մենք բացեցինք այո մեր դեսպանությունն այստեղ Հայաստանում եւ շատ ուրախ եմ այս որոշման համար։ Սա միայն խորհրդանշական բնույթ չի կրում, մենք շատ լավ դեսպան ունենք այստեղ, որը սրտանց հանձնառությունը կրում է հաստատելու շատ գործնական եւ բարելավված համագործակցություն եւ հարաբերություններ Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ։ Շատ բազմաթիվ տարբեր մակարդակներում սա մեր հանձնառությունն է, որ մենք տեսնում ենք։ Թե ինչպես է փոխել այս կառավարությունը նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին։ Խաղաղության ուղին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հույժ կարևոր է եւ նախապայմանները ժողովրդի բարգավաճման եւ բիզնես ոլորտի համար եւ առևտրի միջանցքները ստեղծելով Եվրոպայի եւ աշխարհի մյուս երկրների միջև այս ամենը հենց խաղաղության նախապայմանն է։ Եվ հասկանալ այս ամենը եւ իրական գործնական մոտեցումը մենք տեսնում ենք։ Իրականում սա հսկայական աշխարհակական փոփոխություն է, ոչ միայն այն դուք ինչ անում եք հայ ժողովրդի համար, այլ ողջ տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք դրա մի մասը լինել։ Մենք ուզում ենք աջակցել դրան։ Ուզում ենք աջակից լինել, ուզում ենք մեր փորձառությամբ կիսվել, մեր գիտելիքով կիսվել, ինչպես նաև ուզում ենք ձեզանից սովորելու։ Ուզում ենք սովորել։ Շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդին։ Դուք ինչպես եք ապագան տեսնում, ինչպես ունեք այդ քաղաքական կամքը, առաջնորդությունը եւ կարողությունը փոփոխությունները, այդ որոշումները կայացնելու, որոնք դեպի ապագային ուղղված, սա անչափ կարևոր է։ Այսօր այո մենք փոխանցման հուշագիր ստորագրեցինք, ել ավելի ընդլայնելու համագործակցությունը երկու արտաքին գործնախարարների միջև, սա փոխանցման հուշագիր է, որը շրջանակն է հետագա ավելի գործնական համագործակցության։ Մենք արդեն իսկ ունենք շատ լավ համագործակցություն IT ոլորտում, թվայնացման ոլորտում, կիբերանվտանգության ոլորտում, սակայն միևնույն ժամանակ մենք ձեր փորձագիտության կարիք ունենք միջուկային, էներգետիկայի ոլորտում։ Սրա ապագան մեզ հետաքրքրում է, քանի որ մենք մեր էներգետիկայի ոլորտը փոխում ենք մեծապես։ Նաև տվյալների կենտրոնը, տվյալների բազաների կենտրոնի հետ կապված, որը դեպի ապագայի մեծ ուղղված գործողություն է։ Մենք Էստոնիան փոքր երկիր է, 1 միլիոն ենք եւ միայն 1 միլիոնից ենք խոսում մի գաղտնի լեզվով, որը կոչվում է էստոներեն։ Բայց մենք ապրում ենք այնտեղ տասնյակ հազարավոր տարիներ։ Հաջորդ 1000 տարվա համար ուրիշ պլան ունենք, բայց մենք իբրև փոքր երկրներ, մենք ավելի փոքր ենք, քան հայերն են։ Բայց պետք է այդ ՏՏ եւ արհեստական բնականության տեխնոլոգիաների զարգացումները անմիջապես ըմբռնենք եւ դրա լավագույն կողմը բռնենք։ Ոչ թե պաշտպանվենք, հեռու մնանք դրանից, դեմ կռվենք, այլ մենք երկու ազգեր կարծում միասին կարող ենք անել ողջունել այդ ամենը։ Մենք շատ թվայնացված ազգ ենք, 100%-ով մեր պետական ծառայությունները առցանց են մատուցվում։ Եվ պատրաստ եք կիսվելու մեր փորձով։ Սակայն միևնույն ժամանակ պետք է դեպի ապագան դենք, ապագանայինք, բավարարված չենք մեր առկա լուծումներով, մենք ուզում ենք դեպի ապագա էլ ավելին հասնել։ Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, մեր ձեր լավագույն ընկերն ենք Եվրոմիությունում, ես ձեզ կարող եմ վստահեցնել։ Մեկ գործնական քայլն է դա վիզա արտմուտքի արտոնագրերի ազատականացնում է հայերի համար, մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում հասնելու այդ քայլին։ Ես շատ ուրախ եմ, որ շատ բարձր մակարդակով եվրոպական ներկայացվածության այստեղ Հայաստանում կլինի, մենք ունենք եվրոպական համայնքի հանդիպում այստեղ, մեր վարչապետը այստեղ կլինի, ինչպես նաև հայկական եւ եվրոպական միության գագաթաժողովը տեղի կունենա այստեղ։ Մենք ձեզ հետ ենք միասին, մենք գիտենք բոլոր միջանցքները, ինչպես կարելի է նավարկել, մենք գիտենք նաև կարճ ճանապարհները։ Ուստի մենք համաձայնել ենք, որ մեր համագործակցությունը էլ ավելի գործնական կլինի։ Ուստի Just wanted to
Պարզապես ուզում եմ ասել անձամբ, շնորհակալ եմ ձեր ընկերության համար, ձեր վստահության համար, հարգելի հարազատ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին։ Քանի որ Էստոնիայում մենք ունենք երկու կարևոր սկզբունքներ, ինչ որ մենք սկզբանե պայմանավորված համաձայնեցինք 90-ականներին անկախություն ձեռքբերելուց հետո։ Առաջինը, այս անգամ ինչ էլ որ լինի, ով էլ գա մեր դեմ ագրեսիայով, մենք կռվելու ենք 1940 թվականի հիշելով, եւ երկրորդ սկզբունքը շատ կարեւոր է։ Երբեք միայնակ մենակ չենք լինելու այլևս, սա այն սկզբունքն է, որ մենք ուզում ենք ոչ միայն մեր լինի, այլ նաեւ մենք պատրաստ ենք ուրիշներին ընկերություն առաջարկելու։ Մենք մեր ընկերություն առաջարկում ենք դες անկեղծորեն անչափ շնորհակալ եմ հարգարժան հարազատ։ Dear colleagues, now the nice part